Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում կրքերը շարունակում են եռալ, եւ այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է բումերանգի օրենքը դաժանորեն հարվածում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ստել ու կործանել են ուրիշների կյանքը։ Նորոյի անսպասելի ձերբակալությունը իսկական հոգեբանական հարված է Մագդայի համար։ Աղջիկը, ով մեծ ոգևորությամբ եւ սիրով պատրաստվում էր իրենց հարսանիքին, այժմ կոտրված է։ Սակայն այս խավարի մեջ նրա միակ լույսն ու հենարանն Արշակն է։ Մագդան հույսը դնում է նրա վրա, իսկ Արշակը վստահեցնում ու խոստանում է անել անհնարինը Նորոյին բանտից հանելու եւ նրանց հարսանիքը փրկելու համար։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հենց Արշակն է իր վրա վերցրել հոգատար եւ հուսալի հոր իրական դերը։ Մինչ Արշակը պայքարում է Նորոյի ազատության համար, լպրծուն Բաբկենը վերջապես ստանում է իր արժանի պատիժը փողոցի կանոններով։ Պարտքատերը գտնում եւ դաժան ծեծի է ենթարկում նրան, պահանջելով վաճառել տունն ու վերադարձնել գումարը։ Վախկոտ եւ անսկզբունքային Բաբկենն անմիջապես համաձայնում է, անտեսելով եւ ոտնատակ անելով ընդամենը ժամեր առաջ սեփական մորը տված խոստումը, թե իբր նման բան չի լինելու եւ ինքը չի վաճառելու բնակարանը։ Բայց եկեք խորանանք այս ողբերգության արմատների մեջ։ Որքան էլ ցավալի է հնչում, այս ողջ խառնաշփոթի եւ ընտանիքի կործանման գլխավոր մեղավորներից մեկը հենց Թամար տատն է։ Նա այսօր պարզապես քաղում է իր իսկ կուրության եւ անարդարության դառը պտուղները։ Հիշենք անցյալը, երբ Բաբկենը վերադարձավ եւ պարզվեց Շուշանի հղիությունը Արշակից, Թամարը կուրորեն պաշտպանեց իր անառակ որդուն եւ ողջ մեղքը բարթեց հարսի վրա։ Ավելին, նա թունավորեց Նորոյի եւ Էլիզի հոգիները սեփական մոր դեմ, ստիպելով Շուշանին հեռանալ տանից ու բռնել կործանման ուղին։ Եթե Թամարն այն ժամանակ կոնե մի փոքր արդարամիտ լիներ, Շուշանը միգուցե այսօր ողջ լիներ եւ երեխաները չմեծանային այդքան ցավով լցված։ Տատիկի կույր սերն ու լռությունն արդարացրեցին այն հրեշին, որն այսօր անխղճաբար հենց իրեն եւ իր թոռներին է շպրտում փողոց։ Իսկ Չարիքի մյուս աղբյուրը Հասմիկը, ում հանցավոր քայլը կործանեց Նորոյի կյանքը, չի կարողանում հանգիստ նստել։ Նրա հիվանդագին մոլուցքը նրան նորից տանում է ոստիկանություն, պարզելու Նորոյի վիճակը։ Եվ հենց այստեղ էլ տեղի է ունենում ճակատագրական բախումը։ Արշակն ու Էդոն նկատում են նրան։ Էդոյի սուր միտքը միանգամից վերլուծում է իրավիճակը, եւ նա հասկանում է, որ Էլիզը 100%-ով ճիշտ էր։ Նա անմիջապես մոտենում է Հասմիկին եւ ուղիղ մեղադրում նրան Նորոյի ձերբակալության մեջ։ Հասմիկը խառնվում է իրար եւ խուճապի է մատնվում, քանի որ նրա ստոր դիմակը պատրված է։ Արշակը ապշղծ է այս սարսափելի բացահայտումից։ Այժմ հերթը Էդոյինն ու Արշակինն է։ Նրանք պետք է ամեն գնով ճնշեն Հասմիկին, ստիպեն նրան խոստովանել իր սուտ ցուցմունքն ու ազատեն Նորոյին։ Սիրելի հետևորդներ, քանի որ իրավիճակը հասել է գագաթնակետին, մենք երկու շատ կարևոր հարց ունենք ձեզ, որպեսզի միասին քննարկենք մեկնաբանություններում։ Առաջինը, ինչ եք կարծում, կկարողանան արդյոք Էդոն ու Արշակը հոգեբանորեն ճնշել եւ կոտրել Հասմիկին, որպեսզի նա հետ վերցնի իր ցուցմունքն ու ազատի Նորոյին, թե այս խորամանկ աղջիկը էլի կգտնի ջրից չոր դուրս գալու ելքը։ Եվ երկրորդ, հիմա երբ Բաբկենը դաժան ծեծից հետո վերջնականապես խոստացավ օր առաջ վաճառել տունը, կա արդյոք որևէ հույս կանգնեցնելու նրան եւ փրկելու ընտանիքի միակ տանիքը։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները։ Իրադարձությունները մոտենում են իրենց ամենաթեժ հանգուցալուծմանը։ Շնորհակալություն դիտելու համար։